կշերտից հելնում Արամայի ոտքերի դեպի դեմ ու Արաման ասում է իր տեքստի թմբլ լինելու թերության մասին։ Հերից խոշոր ստացիստիկա մեջտեղը Արամանը թմբլը թերություն չի, դու պրոստը չեք ջոգում։ Հա, ես էլ այդպես մտա։ Հա, ստացել ու ֆրանսիացիան դինել վազել մատի։ Վազել դու կադը տաշին դնում շինչ է։ Ինչ է։ Չելենջ է դնում։ Գոլժինում կրել եմ։ Կրել ես։ Մենք միշտ կրում ենք։ Հա, հետո Շուշկամանը հետո զումալինում դեպի կասկետ, որտեղ Արման Վազելյանը նվազել առանց հետ նայելու ու այդ մարդկանց հետևի այդ երկուսն էլ երևում է։ Ապացուցենք արես մարդկանց, արես ցույց տանք ախպեր, ոնց է իրենց այդ լուրջ վիճակը արա, որ սութի անգելի ենք, ոչ մի բան չենք կարող անել, ինչ մենք անենք, ջոգեցինք ախպեր, որ մենք այդ ձև խոսալով լուրջ կարող մարդիկ, որ լիքը բաներով, կարանք գնանք Spider-Man-ի շորով դուխ անենք, մտնենք ընդեր, ու իրանց հետ, իրանց տենց թանկանոց ժամերը, ոնց որ իրենք թանկանոց ժամեր կապած բան ես կոմ կարծումներով, մենք Spider-Man-ի 15,000-ոց կարծումով էդի քաշենք։ Լավ, մի հատ հիմա քեզ հասնում էլի կներես։ Քո կարծիքով, որ ասում ես ազային այցը գնացի տեսար քեզի ասենք 45%-ը ժպտաց, ընդդեմի 15%-ը անտարբեր ես մտածում ես էլի դրականը վերաբերվում, ոչ։ Բայց կարող է ոչ մի ձայնի չվերացի, ոչ թե երկու ձայն էլ ոչ մի։ Ուզում եմ հասկանալ որտեղից ինչ որ մեկի մոտ վստահություն կա որ Spider-Man-ի ակցիան ձայների Spider-Man-ի ակցիան ես չեմ ասում ձայնը, ես չեմ ասում вообще մենք ձայն ունենք։ Ես ասում մենք ճանաչելի դառնալու խնդիր ունենք, որ ճանաչելի դառնալ այս ուղղությամբ 100% այսքան 5-6 ամսվա արածը մենք մի ժամում կարացանք Spider-Man-ի կոստյումով 10 անգամ ավելի ճանաչելի դառնանք, քան թե այսքան վաղ որ կանք։ Հա, բայց ճանաչելի դառնալը դա մի բան է, ձայնի վերացվելը դա ուրիշ բան չէ։ Դա համար հիմա տաքսիկան հետևելն է, ախպեր քամելը ինչքան որ կա որ Spider-Man-ից կարելի է քամել, ու մյուս շոկով կարելի մտնել դաշտ, ու սկսել լուրջ բաներ խոսալ։ Երեք որ քեզ ասում եմ մանկավարժ լինելը, խիան, դուս իմ փորձառությունը կյանքից բերել է նրան, որ երբ որ դու դիմացինի հետ տենց բոցավալված սոտով ես սկսում բանանալ շփվել։ Երբ որ ինքը տենում որ դու իրան լսում ես հերիք չի, մի հատ էլ դաժե թե աբսոլյուտի ժանրից ես համարում իր մտքերը, սկսում ես այդ աբսոլյուտի ժանրի մտքերը բանանել, ասենց կպցնել, աշխատացնել, ոնց որ այդ բան քեզանից abstract-վում ես, մտնում ես իր գլխի մեջ, սկսում ես իր տեսանկյունից նայել աշխարհին, այդ ոնց որ տալիս է միջավայրի մի հատ լրիվ ուրիշ տիպի բան, լարվածություն, դրական լարվածություն, էներգիա վերցնում։ Հիմա այդ 20 հոգի որ ասում ես, ես ոնց որ զարմանում եմ որ չկա այդ պատասխանը, որ այդ մարդկանցից կամ ոչ մեկ, կամ ոնց որ գլխավոր 5 հոգին, որ դա չեն բանանում ֆայլում անել։ Մնացածները ոնց որ էլի այդպես իներցիայով հանգած մնում են։ Այն բանը, որ ասենք իմ ասած լուբոյ միտքը, պետք ինչ որ մեկ ասի, դա վերել քննարկենք բանման ոնց ու ջան, ես դենա որ ինքս տուն ախպեր։ Մտածես դրա մասին։ Իմ ընտրությունն է, ասենց ասեմ, այս տեսանկյունից քաղաքական չոր։ Որ ես պետք է ունենամ ռեսուրս, հայտագայի համար։ Եթե ես քաղաքական ուզում լինեմ, քաղաքական միջավայր ուզում մտնեմ, ես պետք է ունենամ ռեսուրս ու ես պետք է լինեմ լիդերը։ Որտեղ միայն իմ լիդերշիփության տակ կարող են այն մտքերը, որ ես ուզում տեսնեմ։ Բայց դա չես համարում, արդեն որ բանն է, ոնց որ խեղված իրականություն է։ Մանավանդ դեկան իֆորտը որովհետև դու կարում ես այդպես այդի քաղաքականության բանն է։ Նայ, էդի մենակ քաղաքականության չէ, էդի ոնց որ աշխարհը պասուցի մտամ տենց է։ Եթե դու մենակով կարացար 100 հոգու համոզես, որ դու ես ճիշտ, հավանականությունը, որ այդ 100 հոգին էլ կեթան 1000 հոգու կհամոզեն, որ 100-ն է ճիշտ, դա կհաբոտեի, բայց մենք ախպեր գիտենք չէ որ ոչ միայն 3, ոչ միայն այսօր ու ոչ միայն Հայաստանի Հանրապետության պարագայում այդ տիպի լիդերշիփը X կետում մեկը կարախի է հանգում։ Չէ, կարախի։ Կան կարախի անում, հաստատ ինձանից ավելի լավ պատմություն գիտես։ Կոնկրետ իմ նման մտածողներին ես պետք է գտնեմ, ում այդ ես կանեմ լիդերշիփություն վերցնեմ ու անեմ։ Լավ, մտ հասնամ, դու չես մտավախություն չունես ախպեր որ Հայաստանի Հանրապետությունում, եթե դու այդ լիդերշիփ ուզում ես ոնց որ ստեղ գործարկես, տուպը
ասենք 10 հոգուց ավել չկա տենց մարդ, որ իմինը այն պրինցիպներով է մտածում, որով որ դու ես մտածում, որ այդ ռեսուրս հա, չէ, ասածս բայց ոստ է, որ դաժե այդ ռեսուրսը որ ունենաս, ոնց որ կարող է դու բան անես, սա Հայաստանով ֆլաս բազովի 10 հոգի է։ Ու այդ բaragայում ոնց որ գտությունը գալիս անանում ոչ թե որ 10 հոգում կապնես անես, վերջում էլ ասեք մենք ամենալավ տղերք ենք 10 հոգով կարացենք 3 միլիոնի գործ անել։ Այլ ոնց որ քո մեջ փոխես ինչ-որ պրինցիպներ մտածողության, որ այդ լիդերշիփը ոչ թե տենաս այրեսես ձերով, հա? փոխել եմ չի ստացվում։ Դե դա ցավոտ է ջոգում, ես իմ կարծիքով ոչ թե պետք է ասել ես փորձել եմ չի ստացվում, այլ ստիլ ավելի շատ շարունակել հենց էդի անել, որովհետև եթե չանես, ասում եմ էդի ոնց որ անավարտ միջավայր է։ Ես ասում եմ, էլի, պաս հոգեբանական բան, չափելի միտք եմ ասում։ Իմ կարծիքով մի հատ մարդ, որ կարող է մենակով 10 հոգու գործանի, պրիտոմ Այն բaragային, որ ինքը կողունի մի 20 հոգի, որ ասենք այդ գոզերից կես կարար բան աներ, պատվիրակել այդ մարդկանց, բայց ինքը վեկալում է տենց վիզ դրած մինչև էլ ճանում է 10 հոգու գոզը մենակով, այդ դրանից հետո ինքը պլոս տախպես գժվում է այդ մարդը։ Հա։ Այդ մարդը վերածվում է ախպեր կենթանում, որ ասում է, կայֆա տեսել եմ ախպերս, մենակով է սաղալ։ Գտամ սաղի կցբխեմ, մա վերընկեք, ոնց կասեմ, այդքան ու այդ ձևի չորեկթատ ման կգաք։ Ոնց որ եթե Ճիշտ է շատ չափած մարդը պատրաստ է ընդունի այս փաստը։ Խիա ոնց որ իրան դնում այդ վտանգի տակապը մենակով 10 հոգու գործ անում։ Նորություն։ Սա սապելի է, բայց ոնց որ դու գիտես որ դու կենթանում ես վերածվելու, խես վերածվում կենթ։ Ես գիտեմ ինչ ես ասում, ճոգում ինչ ես ասում, համաձայն եմ, բայց ես տարբերակներ ունեմ այդ թեմաներով, այդ տարբերակները կամ մեկն որ ասել ես փորձել տարբեր ձևեր, կամ ամբողջությամբ լիդերշիփությունը քո ձեռը վերցնում է դեպի տարբերակն է։ Քաղաքական միջավայրը այնց որի վատ բան է։ Անախպեր քաղաքական միջավայրը չէ, դա ոնց որ բոլոր մոդելներում այդտենց այդ են եկա կիրառում, ջոմաս։ Երբ որ մարդիկ օֆիս են բացում, մեկը այդ են կիրառում։ Երբ որ ընտանիք են կազմում, էլի այդ են կիրառում, սոտիկի ինչ որ մեկը շեֆությունը վեկալում է իր գլխին։ Հիմա այդ մեկ-մեկ կինն ալինում, մեկ-մեկ տղամարդ ալինում, բայց մեկը այդ ալինում։ Եթե ընտանիքին ավելի մեծ նայենք, ասենք որ այնտեղ կա նաև հոպարի ընտանիք, հորքուրի ընտանիք ու տենց 20 հոգանոց ինչ-որ տենց ընտանիքա, մեկը կա, որը որ տենց լիդերշիփը վեկալում է իր վրա, այն մյուսներին։ Դա ուրիշ խնդիր է կա, դա մեր ընդհանուր միջավայրից է գալի։ Հա, բայց այդ ասացի, եթե մենք չենք կարող այս եզրույթները Հա, հստակեցնեմ։ Անալիզի ենթարկենք ու դրանից հեռանանք, այլ դրա մեջ ենք ուզում մնանք։ Լավ բանի չի վերաբերում։ Պրինցիպը աշխատում, որ գործը պետք է հասնենք անենք։ Յոգի, երբ որ այդ պրինցիպը տեղի անում, ու իմ համար դա սխալ պրինցիպ է, որ գործը պետք է անենք, տեղ հասնենք, ամենասկզբից օրսալի ես բայկար եմ ասում, տարեք եթե մենք չենք կարող 10 հոգի աշխատող գտնենք, 10 հոգի կա աշխատես ամեն ինչի շուրջ, 20 հոգի եթե աշխատի, մենք չենք կարող, եթե մենք չենք կարող $200,000 վերենքներ դնենք այս ամեն ինչի մեջ, պետք է չանենք։ Այդ $200,000 ժողովուրդ դաժե այն պահը չի, եթե $200,000 վերելու է աշխատողների համար, ապա չլիք ուրիշ խառնողների համար, որ դու լսերի դառնաս, ասենք Facebook-ում $100,000 Նա հարց կրեմ տան, դու ասում ես թե չէ։ Ես մի երկու դեկադ մտքով էի եկել, մի 10 օր առաջ բան եմ ասում։ Մի քանի մտքերով էի եկել, Նինա ինձ օֆիսում որ հավաքվել էինք։ Ասեցի ախր ասես պարզ բան, որ ինքը փող է ծախսում բուկլետներ տպելու վրա, ֆլայերներ կպցնելու վրա, որ հետո կարող է գան բաժակեն կամ այդ բուկլետները հետո ջզիվիլում հայտնվեն, կամ երեխեքը ասեն, թե տունը նկարեն վրա գցեն։ Ինչ որ մեծ բիլբորդներ, ասենք մի 2-3 հատ, որտեղ որ սաղ փողը չունեն, որ այդ սաղանենք 2-3 հատ են անելու, շո կասկածելի վայրերում, չգիտես ինչ էֆեկտ կունենա այդպես շարունակ։ Ասեցի ախպերս 0 դրամանոց տարբերակով եմ եկել։ Մայքեք ունեք, այսօր բանից սկսած, մինչև ամսի 7-ը փող ախպեր 2 հատ մայկա ունեցեք, միշտ այդ մայկով փողոցում անեք։ Սաղ այդ մաշները քշում ախպեր։ Այս մի ամիսը սկսել իր տրանսպորտից օգտվել ու դաժե կոնկրետ վիզուալիզացիա ասի բացեմ ես տրանսպորտ կայնեցի մեջքով ախպերեն հետևի մասին մի 3 րոպե կայնում ես հետո երկրորդ բանը որ պետք է անես ֆովում ես այն մյուս մեջքով ես կայնում ու դենքով սկսում ես ախպեր խոսալ այդ մարդկանց հետ 10 վայրկյան 15 վայրկյան նայում ես դու սկսում ես գալ ով է քո մեջքին նայելուց ինչ որ միտք ունեցել То есть, եթե դու գադում ես որպես մարդ, չգիտես դիմացիների հետ աչքերով շփվել, կարող է չունենաս вообще ոչ մի էմոցիա, ասես ինչ եմ անում։ Բայց ոնց որ եթե X ինտելեկտուալ բագաժ ու էմոցիոնալ բագաժ ունեցող մարդ ես, դա սկսել է կոնտակտ տեղի ունենալ։ Խանութ ես մտնում, ապա то есть եթե դու 30 օր այսպես մայկայով ֆլաս,
Հավանականությունը, որ քեզ տեսնելու է 100,000-ից ավել մարդ, կամ եթե 20 հոգի եթե անի ու Երևանի բոլորը քեզի կտենան Երևանում, համարը թե 100%-անոց է ջողում ես, դες ոչ մի ձև դաժե 50 անգամ ավել մարդ որնես, բուկլետ բաժանելով չես կրտա։ Ախր 10 օր անցել է, մի անգամ չեմ տեսա մեկը վեր խակն եղել։ Ես էլ քղաշում եմ դասատուից վրա, 12 տարեկան երեխա է, էլի։ Ոնց է դուրմանից մնացել է սիրածս թիվը 31 ջողում, հա։ Ինչ որ նայ ես էպիզոդները դասատուտը։ Սա ինչ որ նայ։ Հա, չէ։ Ինչի՞ չէ, ես դեմ չեմ։ I'm just heading you. And the pieces of my life is just waiting for another one. I'm just waiting you. I'm just waiting you. I'm just heading. Արաբը դու երբես առաջին անգամ սիրահարվել։ Ասեք, ով էր դա չիկը։ Ով էր այդ մարդում սիրահարվեցի։ Ուրա։ Ով էր այդ ժամանակ այդ մարդը։ Գիտի ինքը դրա մասին, թե չէ։ 20 տարեկան ընկերություն։ Հա, Առաջին անգամ սիրահարվել է, թե առաջին ընկերուհի։ առաջին անգամ սիրահարվել է։ Little shadow my head making feel me Դու էր երբես առաջին անգամ սիրահարվել։ 4 տարեկանում երևի։ Վաու։ Ես միշտ սիրահարվում էի։ Դες ես էլ եմ հա 6 տարեկանում էլ Այբնայանի հանդեսին մեր դասանի Անահիտին էի սիրահարվել, հետո մի 2 տարի դες իրար կով էինք մենք նստում, դες շատ այնքան լավ էինք իրար, որ դասը որոշեց մեզի առանձին պետք իրարից նստի ասենք, դες պատիժ, բայց չէ, հենց սիրահարվելը դες 14 տարեկան եմ եղել դասից։ Ուրեմն ես եմ 16։ 16 ուրեմն դու Բա դու խոստովանել ես այդ երիտասարդի ինքամ չգիտեմ։ Առաջին ընկերս է եղել։ Հասկացա։ Ինքն էլ քեզ սիրահարված, թե դու ես սիրահարվել։ Որտեղ դու որտեղ ծանոթացա։ Նույն մասիվից ենք։ Հիմա դու համաձայն ես որ մարդիկ իրենց սկսում են ընկերություն անել ամենայն իրար հետ ապրել։ Թե չէ։ Պատդիկ պայման է, թե տենց կարելի է բացել։ Չէ, լավի բեսան պատդիկ։ sitting by the sofa and having a good time for the others. I lighting a laugh. Պարտադիր չի տարիներով, բայց ինչ որ փուլ կարա։ Դե հապարես չո ես կարող եմ դու գադում է, ոնց որ գնաք տներով շողոք եք իրենց շողոք։ Համեցեք։ Սամվել ջան, արի տնենք դու ես առաջին անգամ սիրահարվել եք։ Այսօրվա էպիզոդը սիրահարվելու մասին է։ Երրորդ, երկրորդ դասում եմ։ Վաու։ Ինքը գիտեր դրա մասին, որ դու սիրահարված ես։ Ահա շեն գերեցի։ երկրորդ դասում, նո։ Դու միշտ իրար նոմերներ են տալի։ Ինչեր եք տալի։ Նոմերներ։ Հետակ, աշին վերևը։ Առաջին անգամները իմացանք։ Մնացածը հետ։ Բայց